Բարև բոլորին, ձեր հետ այսպերկն է։ Այս տեսանյութում մենք ձեզ կպատմենք, թե ինչպես է առաջացել մարդը, բայց ոչ թե ատասպերների կամ լեգենդների տեսանկյունից, այլ գիտական մատերիալիստական դիրքից։ Մենք խոսենք այն մասին, թե ինչպես են աշխատանքը, տեխնոլոգիան և շրջակա աշխարհի հետ փոխանցելու կարողությունը կարևոր դեր խաղացել մարդկային ցեղի էվոլյուցիայի մեջ։ Մենք հաճախ ենք լսում, որ ժամանակակից մարդը, Homo sapiens-ը, միակ բանական տեսակն է, բայց իրականում մարդու ընտանիքի պատմությունը շատ ավելի բազմաշերտ է։ Էվոլյուցիայի ընթացքում գոյություն են ունեցել մարդկանց մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը զարգացրել է իր սեփական հմտություններն ու կարողությունները, գոյատևելու և շրջակա միջավայրի փոփոխություններին հարմարվելու համար։ Այսօր մենք խոսենք Homo ցեղի ամենավաղ անդամներից, ովքեր օգտագործել են առաջին քարե գործիքները և կշարունակենք ցույց տալով, թե ինչպես են այս տեսակները ավելի ու ավելի հմտացել գործիքներ պատրաստելու, կրակի հետ աշխատելու և սոցիալական հմտությունները բարելավելու մեջ։ Այս բոլոր գործընթացները սերտորեն կապված էին աշխատանքի հետ, որը դրանց զարգացման հիմնական շարժիչ ուժն էր։ Մեր նպատակն է ցույց տալ, որ մարդկային ինտելեկտի և գիտակցության էվոլյուցիան ժամանակի մեջ հանկարծակի անկրթարթ չէր, այլ երկար և բարդ ճանապարհորդության արդյունք, որի ընթացքում մեր տեսակը սովորեց օգտագործել բնությունը, ստեղծել տեխնոլոգիաներ և կառուցել սոցիալական հարաբերություններ։ Բաժանորդագրվեք այսպես կարիքին և եկեք սկսենք ամենասկզբից, մինչև ժամանակակից մարդու գոյությունը և պարզենք, թե ինչպես է այդ ամենը սկսվել։ Homo habilis պարսից դեպի ավելի բարդ անցում։ Այսպիսով, սկսենք Homo ցեղի ամենավաղ ներկայացուցիչից, Homo habilis-ից, որը ապրել է մոտավորապես 2.5 միլիոն տարի առաջ։ Սա առաջին տեսակն էր, որը սկսեց օգտագործել գործիքներ։ Իհարկե, նրանց գործիքները այնքան զարգացած չէին, որքան այսօրվանը, բայց դա հսկայական քայլ էր նրա նախնիների համեմատ։ Homo habilis-ը օգտագործում էր քարեր, որոնք նա մշակում էր այլ քարերի հետ սուր եզրեր ստեղծելու համար։ Այս պարզ գործիքները նրանց օգնում էին կտրատել կենդանիների միսը և մշակել բույսերը։ Այդ ժամանակ սա մեծ առաջընթաց էր, քանի որ նրանք այժմ կարող են ավելի շատ սնունդ ձեռք բերել, քան նախկինում և գոյատևել ավելի դժվար պայմաններում։ Հետաքրքիր է, որ Homo habilis-ը ոչ միայն օգտագործել է քարեր, այլև սկսել է ձևավորել իր գործիքները, ընտրելով ճիշտ քարերը և դրանց ձև տալով։ Սա արդեն մտավոր աշխատանքի դրսևորում էր, թեև շատ պարզունակ ձևով։ Բացի այդ, նման գործիքների շնորհիվ նրանք կարող են բարելավել իրենց գոյատևման հնարավորությունները, քանի որ կարող էին պաշտպանվել գիշատիչներից և արդյունավետ որս անել։ Այսպիսով աշխատանքի էվոլյուցիայի այս վաղ փուլում անգամ Homo habilis-ը կարևոր քայլ կատարեց։ Նա սկսեց օգտագործել ոչ միայն բնական առարկաներ, այլև գործիքներ ստեղծել, որոնք հիմք հանդիսացան ապագա սերունդների համար։ Homo erectus տեխնոլոգիայի զարգացումը և կրակի օգտագործումը։ Հիմա խոսենք մարդու էվոլյուցիայի հաջորդ կարևոր փուլի Homo erectus-ի մասին։ Այս տեսակը հայտնվել է մոտավորապես 1.8 միլիոն տարի առաջ և դարձել է Homo ցեղի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։ Homo erectus-ը առաջինն էր, որ սկսեց պատրաստել ավելի բարդ գործիքներ։ Homo habilis-ի օգտագործած պարզ քարերի փոխարեն նրանք սկսեցին պատրաստել կայծքարե դանակներ և այլ գործիքներ, որոնք թույլ էին տալիս նրանց ավելի արդյունավետորեն հավաքել սնունդ, մշակել կենդանիների կաշիներ և կառուցել ապաստարաններ։ Homo erectus-ի ամենակարևոր նվաճումներից մեկը կրակի տիրապետումն էր։ Այս քարը իսկական առաջընթաց էր։ Կրակը ոչ միայն նպաստում էր սննդի եփմանը, այն դարձնելով ավելի սննդարար և հեշտ մարսվող, այլև պաշտպանում էր գիշատիչներից և տաքացնում մարդկանց ցուրտ պայմաններում։ Այսպիսով կրակի տիրապետումը կարևոր դեր խաղաց այս տեսակի գոյատևման և զարգացման գործում։ Բացի այդ, Homo erectus-ը արդեն իսկ կարող էր տեղաշարժվել երկար հեռավորությունների վրա, շնորհիվ երկօտանության, որն ազատում էր ձեռքերը գործիքների հետ աշխատելու համար։ Սա նաև կարևոր դեր խաղաց նրանց էվոլյուցիայի մեջ, քանի որ նրանք այժմ կարող էին ավելի արդյունավետ որս անել և ռեսուրսներ հավաքել տարբեր վայրերում։ Ի տարբերություն նախորդ տեսակների, Homo erectus-ը զարգացրել է որոշակի սոցիալական հմտություններ։ Որսորդությունն ու սնունդ հավաքելը հաճախ պահանջում են կոլեկտիվ ջանքեր, ինչը նպաստում էր սոցիալական կապերի ամրապնդմանը։ Այսպիսով մարդու այս տեսակը ոչ միայն տիրապետեց նոր տեխնոլոգիաներին, այլև սկսեց կառուցել ավելի բարդ սոցիալական կառուցվածքներ։ Նեանդերթալցիներ, սոցիալական կազմակերպություն և ավելի բարդ գործիքներ։ Եկեք անցնենք նեանդերթալցիներին, որոնք հայտնվել են մոտավորապես 400,000 տարի առաջ և դարձել են Եվրոպայում ու Ասիայում ապրող մարդկանց ամենահայտնի տեսակներից մեկը։
Նեանդերթալցիները հիանալի ոսոտներ էին և հմտորեն օգտագործում էին իրենց գործիքները, որոնք շատ ավելի բարդ էին, քան իրենց նախորդներինը։ Նրանք պատրաստում էին ոչ միայն քարե գործիքներ, այլև գործիքներ ոսկորներից, փայտից և այլ նյութերից։ Օրինակ, նրանք կարող էին ստեղծել ոսատության համար նախատեսված դիզակներ, կաշի մշակելու համար նախատեսված քերիչներ և դանակներ, ինչը նրանց օգնում էր ավելի արդյունավետ աշխատել կենդանիների մսի և կաշիների հետ։ Սակայն նեանդերթալցիները ոչ միայն օգտագործել են այս գործիքները, այլև մշակել են տեխնոլոգիաներ։ Նրանք գործիքները գնալով ավելի մասնագիտացված դարձան։ Խոսքը միայն քարի ձևը բարելավելու մասին չէր, այլև այս գործիքները տարբեր իրավիճակներում լավագույնս օգտագործելու եղանակը հասկանալու մասին։ Օրինակ, նրանք կարող են օգտագործել տարբեր քարեր սնունդ կտրատելու, մշակելու համար, ինչը նրանց աշխատանքն ավելի արդյունավետ էր դարձնում։ Նեանդերթալցիների հիմնական նվաճումներից մեկը սոցիալական կազմակերպման զարգացումն էր։ Նրանք ոչ միայն որս էին անում և գոյատևում, այլև հավանաբար արդեն ապրում էին խմբերով, որտեղ գործողությունները համակարգված են և գիտելիքները փոխանցվում էին։ Սա նշանակում էր, որ նրանք կարող են արդյունավետորեն օգտագործել կոլեկտիվ աշխատանքը սնունդ հայթաթելու և գիշատիչներից պաշտպանվելու համար։ Բայց այդ հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ նեանդերթալցիները հնարավոր է հոգ են տարել իրենց տարեցների և հիվանդների մասին, ինչը վկայում է կարեկցանքի և սոցիալական համախմբվածության տարրական ձևերի առկայության մասին։ Բայց այդ վերջին տասնամյակներում պարզ է դարձել, որ նեանդերթալցիները կարող էին ստեղծել և օգտագործել խորհրդանշական առարկաներ, ինչպիսիք են զարդերը կամ պատկերները, ինչը վկայում է նրանց մշակույթի և գիտակցության զարգացման մասին։ Այսպիսով նեանդերթալցիները առաջընթաց գրանցեցին ավելի բարդ գործիքներ ստեղծելու գործում և սկսեցին կառուցել ավելի բարդ սոցիալական կառույցներ, ինչը նպաստեց նրանց գոյատևմանը դաժան պայմաններում։ Մինչ առաջ անցնելը եկեք մտածենք։ Կա տեսակետ, որ հոմո սափիենսը ոչնչացրել է նեանդերթալցիներին, և կա տեսակետ, որ նեանդերթալցիները և հոմո սափիենսը միախառնվել են։ Իսկ դուք ինչպես եք մտածում, ինչպես է եղել։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ մենք շարունակում ենք։ Դենիսովյաններ, գենետիկ ժառանգություն և հմտություններ։ Հիմա եկեք նայեք մեկ այլ հետաքրքիր տեսակի դենիսովյաններին։ Մարդու այս տեսակը, որ երկար ժամանակ քիչ էր հայտնի, հայտնաբերվել է միայն վերջին տասնամյակներում, և գիտնականները սկսել են ուսումնասիրել Սիբիրի Դենիսովա քարանձավում հայտնաբերված ոսկորներից և ատամներից ստացված ԴՆԹ-ն։ Դենիսովյանները ապրել են մոտավորապես 2000-ից 50,000 տարի առաջ և հավանաբար սերտորեն կապված էին նեանդերթալցիների հետ, բայց տարբերվում էին նրանցից։ Հնագիտական ապացույցները ցույց են տալիս, որ դենիսովյանները նույնպես պատրաստել են բարդ գործիքներ, որոնք նման են նեանդերթալցիների կողմից օգտագործվող գործիքներին։ Օրինակ, նրանք օգտագործում են կայծքար դանակներ և այլ գործիքներ պատրաստելու համար, բայց նրանք նաև ունեին նյութերի հետ աշխատելու ավելի բարդ մեթոդներ։ Դենիսովցիները կարող էին նույնիսկ զարդեր ստեղծել, ինչպիսիք են խեցիներից և ոսկորներից պատրաստված ունունքները, ինչը վկայում է գեղեցկության և խորհրդանշի զարգացած զգացողության մասին և հետևաբար մշակույթի ձևավորման սկզբի մասին։ Դենիսովյանների հիմնական առանձնահատկություններից մեկը նրանց գենետիկ ժառանգությունն էր։ Այսօր մենք գիտենք, որ շատ ժամանակակից մարդիկ, հատկապես Ասիայից, ունեն դենիսովյան ԴՆԹ-ի փոքր քանակություն։ Սա ենթադրում է, որ դենիսովյանները կարող էին փոխանցվել և նույնիսկ խաչացրվել այլ մարդկային տեսակների հետ, ինչպիսիք են նեանդերթալցիները և վաղ հոմո սափիենսը։ Այս գենետիկական փոխանակումը հաստատեց պոպուլյացիան և նպաստեց ինչպես դենիսովյանների, այնպես էլ մյուս մարդկանց էվոլյուցիային։ Չնայած մենք քիչ բան գիտենք դենիսովյանների սոցիալական կառուցվածքի մասին, նրանց կյանքը հավանաբար նման էր նեանդերթալցիների կյանքին, որտեղ ապրում էին որսորդական խմբեր և հոգ էին տանում սերնդի մասին։ Սակայն այս տվյալները դեռ պետք է ուսումնասիրվեն, քանի որ ներկայումս չկան բավարար հնագիտական ապացույցներ նեանդերթալցիների համեմատ ավելի բարդ սոցիալական կյանքի մասին։ Այսպիսով դենիսովյանները ոչ միայն կարևոր օղակ էին հոմո ցեղի էվոլյուցիայի մեջ, այլև հետք թողեցին ժամանակակից մարդկանց գենետիկ ժառանգության վրա։ Նրանք նաև օգտագործում են ավելի բարդ գործիքներ և ստեղծում արվեստի առարկաներ, ինչը ցույց է տալիս նրանց աշխատանքային հմտությունների բարձր մակարդակը։ Հոմո սափիենս ժամանակակից մարդու ի հայտ գալը և մշակութային տեխնոլոգիաների զարգացումը։ Վերջապես մենք հասնում ենք ամենահայտնի տեսակին հոմո սափիենսին կամ ժամանակակից մարդուն։ Հոմո սափիենսը հայտնվել է մոտ 300,000 տարի առաջ Աֆրիկայում և ի վերջո տարածվել ամբողջ աշխարհում։ Սակայն չնայած մենք մեզ համարում ենք մոլորակի ամենախելացի և բարձր զարգացած էակները, դրան հասնելու ճանապարհը երկար և դժվար էր։
Homo sapiens-ը տարբերվում էր իր նախորդներից ոչ միայն իր ավելի զարգացած գործիքներով, այլև մտածողության ճկունությամբ, բարդ սոցիալական փոխհաստատությունների մեջ ներգրավելու և մշակութային տեխնոլոգիաներ ստեղծելու ունակությամբ։ Ավելի նշանակալի առաջընթացներից մեկը ավելի առաջադեմ գործիքների, այդ թվում սուր քարե շեղբերի, նիզակների և նետերի ստեղծումն էր, ինչպես նաև գործիքներ ստեղծելու համար թարմ նյութերի, ինչպիսիք է ոսկորը, փայտը, մետաքսը և այլն օգտագործումը։ Ոչ պակաս կարևոր էր խորհրդանշական մշակույթի զարգացումը։ Homo sapiens-ը սկսեց ստեղծել քարանձավային նկարներ, պատրաստել զարդեր և բարձունակ երաժշտական գործիքներ։ Այս մշակութային սովորույթները ոչ միայն ծառայում են գոյատևմանը, այլև դարձան ինքնադասավորման, գիտելիքների փոխանցման և սոցիալական կապերի ամրապնդման միջոց։ Զարդերի և ծիսական առարկաների արտադրությունը վկայում է բարդ կրոնական և մշակութային հասկացողությունների զարգացման մասին։ Բացի այդ, Homo sapiens-ը սկսեց օգտագործել լեզուն, որը դարձավ խմբերի ներսում գործողությունները համակարգելու և փորձն ու գիտելիքները հաջորդ սերնդի փոխանցելու ամենակարևոր գործիքներից մեկը։ Լեզվի և խոսքի զարգացումը բացեց փոխհաստատության նոր հորիզոններ և ընդլայնեց համագործակցության հնարավորությունները, ինչը հիմք հանդիսացավ ավելի բարդ սոցիալական կառուցվածքների և քաղաքակրթությունների առաջացման համար։ Մենք չպետք է մոռանանք այնպիսի տեխնոլոգիաների զարգացման մասին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և անասնապահությունը, որոնք սկսեցին վճռորոշ դեր խաղալ մարդկային հասարակությունների կայունության և բարգավաճման ապահովման գործում։ Այս տեխնոլոգիաները ոչ միայն հնարավորություն տվեցին կերակրել աճող բնակչությանը, այլև ստեղծել ավելի կայուն և կազմակերպված բնակավայրեր։ Այսպիսով, Homo sapiens-ի հայտ գալով մարդկությունը մեծ ցատկ կատարեց տեխնոլոգիայի, մշակույթի և հասարակական կազմակերպման զարգացման գործում։ Հենց այս տեսակն էր, որ հիմք հանդիսացավ այսօր մեզ հայտնի ժամանակակից հասարակության ձևավորման համար։ Homo ցեղի աշխատանքի էվոլյուցիան պարզունակ գործիքներից և մշակույթի աճի քայլերից դեպի բարձր զարգացած տեխնոլոգիաներ և սոցիալական կազմակերպում անցնող ուղի է։ Յուրաքանչյուր տեսակ Homo habilis-ից մինչև Homo sapiens նպաստել է աշխատանքային հմտությունների զարգացմանը, որոնք թույլ են տվել մարդկանց գոյատևել, հարմարվել շրջակա միջավայրին և ստեղծել քաղաքակրթություն։ Այսպիսով աշխատանքը դարձավ էվոլյուցիայի հիմքը և հենց աշխատանքի և բնության հետ փոխհաստատության շնորհիվ է, որ մարդը հասավ զարգացման այն բարձր մակարդակին, որը մենք այսօր դիտարկում ենք։ Հավանեցիք տեսանյութը, ուրեմն կիսվեք այն ձեր ընկերների հետ։ Մինչ հանդիպում։